մի դիտարկում ձեր ցուցակում եւ ընդդիմության դաշտում ներկայացող ուժերի ցուցակներում չկան Լեռնային Ղարաբաղի եւ Արցախի քաղաքական գործիչներ։ Նախ այս մասով կուզեի ձեր արձագանքը, ներկայի մասին չխոսենք, ես խոսում եմ կոնկրետ քաղաքական գործիչների մասին։ Եվ այսպիսի կարծիք կա, որ վախ է եղել այդ ակտով։ Երկրորդ հարցս տիրապետում եք թվերի մոտավորապես մեր արցախցիներից քանիսին են արհեստականորեն ձգձգել եւ չեն գրանցել, որպեսզի դրանք չվերածեն քվեարկության արդյունքների, որոնք դες են աջակցում կամ ընդդիմադիր մեկ այլ ուժի։ Եվ երրորդը դիտարկում եւ հարց։ Ես ձեզ հիշեցնեմ եւ նոր էին եկել իշխանության 18 թվականից հետո Փաշինյանի թիմով, նրա կինը հենց համակեցության քարոզչության մեջ մտավ եւ հիշում եք Ադրբեջանից իբր մշակութային գործիչներ նաեւ Հայաստանի կողմից, այսպես եւ մայրեր սկսեցին զենքը ծաղիկի վերածելու, չգիտեմ ինչերի վերածելու քարոզչություն եւ այդ ժամանակ էլ որ համով ոչինչի արտահայտությունը հնչեց։ Ես ուզում եմ եւ մի հարց, եթե հիշում եք, նաեւ Ռուսաստանում կազմակերպվեց, եթե չեմ սխալվում, հենց Ռուսաստանի միջամտությամբ կազմակերպեց մշակութային եւ հանրային գործիչների հանդիպում Ադրբեջանի եւ հայերի միջեւ։ Ձեզ հայտնի է այս հանդիպման հանձնարարությունները, ձեզ հայտնի է դրանից հետո այդ հանդիպումները այլևս երկկողմ են եղել։ Բայց այդ ժամանակ Արմեն Մուրադյանն էր նաեւ այդ հանդիպմանը մասնակցում, Ռուբեն Բաբայանը, որը ողջ կյանքը եղել է հակառուսական եւ միգուցե նաեւ հակահայկական։ Այս մարդկանց հանդիպումներին ինչ նպատակով են եղել այս հանդիպումները, ինչ պլան է դրվել, ինչու դրանք չեն իրագործել կամ իրագործել են մասնակի։ Ուզում եմ մի քիչ մենք անընդհատ ներկայի մասին ենք խոսում, բայց մենք մոռանում ենք 18-ից հետո իրենք շատ հետաքրքիր ռազմավարությամբ այս ամբողջ քաղաքականությունը իրականացրել են։ Եթե մինչև պատերազմը համերաշխության մասին մենք լավ աշխատանք տանեինք այն կողմի հետ, հնարավոր է ընդունելի լիներ։ Այս պայդրությամբ, ասում եմ, խաղաղությունը անխուսափելի է։ Ուղղակի մենք կլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ։ Մենք կլինենք նորմալ հարևաններ իրար հետ, բայց չենք լինի ընկերներ։ Եվ չենք ուզում լինել ընկերներ, որովհետև մենք ունենք անցյալ, մենք էլ իրենց լավ գիտենք։ Միակ բանը, որ մեր անցյալից մեզ մնացել է, դա դասերն է։ Ոչ մի բան մեր մեծ երկրից ոչ մի բան չի մնացել, մնացել է 10%-ը ու դասերը, որոնք չենք քաղում։ Մի բան են մեծերը մեզ սովորացրել։ Մի բանը մեր պատմությունը մեզ սովորացրել։ Եվ այդ մի դասը փոքրիկ ինչ որ խումբ, ով ինչ նորարարական մտքերի գերհրաշալի գաղափարներ ուներ միշտ, ում բոլոր նորարարական մտքերը կոլապսի բերեցին, ստեղծում են նոր նորարարական մտքեր։ Այն դեպքում, երբ հայ ժողովուրդը արդեն պատասխանել է հարցին, որ Շամին բարեկամ չի դառնում։ Անունը տուր, բայց մյուս հարցը արցախցիների հետ կապված, անձնագրի հետ կապված, նախ տեխնացության հետ կապված անձնագրային խոչընդոտ կա։ Երկրորդ հարցը թվերի Արցախի մեր հայրենակիցները դատարանով արդեն հաղթել են դատ, որ իրավունք ունեն ընտրության մասնակցեն։ Այդ իսկ պատճառով ինչը պետք է վճիռը, այսինքն եթե դիմում են դատարան, բոլորը եթե դիմում են դատարան, մինչև 7-ը հասցնում են դիմում են դատարան, դատարանից թույլտվության հնարավորություն կա իրավաբանների կարծիքով։ Հնարավորություն չէ, դատարանը պետք է թույլ տա։ Դատարանը հաստատել է, բայց նգնան որ իրավունք Հայաստանի ներքին գործերի նախարարությունը Այսինքն դուք չունեք վետո քաղաքական գործիչների մասով, որ արցախցիներին ներգրավեի քաղաքական մենք տարբերությունը չենք, տենց տարբերություն չենք էլ զգում, ճիշտը որ ասեմ, այսինքն տարբերություն չկա, կան մեր գործիչները, ով փորձ ունի, ու եթե անձնագրային խոչընդոտ չլիներ, սիրով։ Իսկ թիմային աշխատանքում ներգրաված է Իհարկե, բոլորը։